Պետական բյուջեի նախագիծն այն փաստաթուղթն է, որ ամենամեծ քննարկումներն է առաջացնում ոչ միայն ազգային ժողովում, այլև հասարակության մեջ արտասարք։ Մեր կուսակցության առանձնապես հետաքրքրում է, թե այս տարվա բյուջեն ինչքանով է ուղղված երկրի զարգացմանը, ինչպես է արձագանքում է հասարակության մեջ եղած մարտահրավերներին, ինչպիսիք են գյուղական ենթակառուցվածքների քայքայված վիճակը, իշխանության և ռեսուրսների անօրինակ կենտրոնացումը, հովանավորությունը, պետական ապարատի թանկարժեք սպասարկումը, տարբեր դասերի կոռուպցիոն ռիսկերը։ Մեր քննադատությունն այս փաստաթղթին հիմնականում պայմանավորված է հանրային միջոցների ավելի արտաքաշ ցանկությամբ։ Միևնույն ժամանակ, մեր քննադատության մեջ մենք ելնում ենք երկրի տնտեսության փաստացի վիճակից և զերծ ենք մաքսիմալիստական առաջարկությունների ու պահանջներից։ Ցավ ենք հայտնում, որ ազգային ժողովի պատգամավորների և խմբակցությունների առաջարկությունների մեծ մասը ներժել է կառավարության կողմից։ Ես այս ելույթում խոսելու եմ հատկապես վերցնում խմբակցության առաջարկությունների մասին, որոնք վերաբերվում են Խալիշիկ մարտակերտ ասֆալտապատ ճանապարհի, քարվաճառում զինվորականների համար բնակարաններ կառուցելու, առողջապահական և այլ հարցերի։ Առաջարկված ծրագրերի ծախսերը մոտավորապես 1.5 միլիարդ դրամի շրջանակներում են։ Շատ է արդյոք այս գումարը թե ոչ, կարելի է հասկանալ պատկերավոր համեմատության մեջ։ Բյուջեի պլանավորման վերաբերյալ նոյեմբերյան խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը պետական համակարգի ուղղությունը համարել է բրիֆում։ Փորձենք հասկանալ, թե ինչ արժեցավ այս բրիֆումը երկրի համար։ Միայն ծառայական մեքենաների գնումը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին գնահատվում է մի քանի 100 միլիոն դրամ արժողությամբ։ Տարիներ շարունակ դրանց սպասարկումը էլ ավելի թանկ։ Նախագահի ասած այս բրիֆումը դրամական տեսքով ավելին է, քան այժմ պատգամավորների և խմբակցությունների կատարած առաջարկություններն ամբողջությամբ վերցրած։ Ով պետք է պատասխան տա բյուջեի այս կարգի վարման համար հստակ չէ։ Սրանք ավելանում են նաև բրիֆման արդյունքում ձեռք բերված ավտոմեքենաների ոչ թափանցիկ օտարումը։ Մեքենաների շուկայականից ցածր արժեքով օտարումը մի գործընթաց է, որ լուրջ կասկածներ է առաջացնում կոռուպցիայի հետ կապված։ Բրիֆումը կանցկալը ենթադրում է դասերի խաղում կատարածից։ Այսօր ընթացող գործընթացը ցույց է տալիս, որ առաջիկայում բրիֆումներ են ունենա։ Մեքենաների գնումն ու օտարումը ամենատեսանելի օրինակներ են, որոնց անարդյունավետությունը երևում է նույնիսկ անձեն աշխով։ Իսկ ինչ ասել բազմամիլիարդանոց ուղղությունների, օրինակ կապիտալ շինարարության վերաբերյալ։ Քաղաքացիական հասարակության թույլ լինելը, այլընտրանքային մամուլի զարգացած չլինելը թույլ չի տալիս հասարակական արդյունավետ վերահսկողություն կատարել տարբեր ծրագրերի ուղղությամբ։ Մենք կցանկանայինք տեսնել առավելապես զարգացման բյուջե, երկրի զարգացման տեսլականի կայուն արտահայտություն։ Ընդհանրապես, պետական բյուջեն պետք է դառնա խորհրդանական վերահսկողության առանցքային գործիք։ Ամիսներ առաջ 2015 թվականի կատարողականի, ապա և 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ինքնով այդ տպավորությունը չեն ստեղծել։ Այս առումով ապագայում ես փոփոխություններ եմ ակնկալում նաև բյուջետավորման բնագավառում։ Ամփոփելով խոսքս ուզում եմ շեշտել, որ դեմ քվեարկելն ինձ համար ընդհանրապատակ չէ։ Ավելին, ես պատրաստ եմ դեմ չքվեարկել, եթե այս տարվա բյուջեում տեսնենք գոնե գյուղական ենթակառուցվածքների վերականգնման ուղղված նպատակային քաղաքականություն։ Նույնիսկ այս նվազագույնը բացակայում է 2016 թվականի բյուջեի նախագծում։ Իմ տեսակետն այս պարագայում հստակ է։ Ես դեմ եմ քվեարկելու 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։